Երկու օրից գնում ենք Հայաստան իրար հետ։ Ով չգիտի, մեր պարոն Առաքելյանը 33 տարի է չի եղել Հայաստանում։ Երևի քեզանից անհամբեր եմ սպասում, որ մի հատ քո իմ աչքերով Հայաստանը քեզ ցույց տամ ու այդ քո այդ էմոցիաները քո հետ ապրեմ։ Բոլորը արթնացած են։ Հա, շատերը չգիտեն, որ արթնացած են, բայց բոլորը արթնացած են։ Մենակ գիտելիքները, երբ որ ձեռք ես բերում, դա բավական չէ, գիտելիքները պետք է յուրացնես, իսկ յուրացնելու համար ժամանակ է։ Եկել ասում են, ապե վրացիք շատ կեղտոտ ազգ են, ասում են, այդ կեղտոտությունը մեր մեջ չկա, որ խորանանք, էլի այդ առումով էլ ենք շատ նման, էլի։ Ու վերցրես սենց բան են արել, լավ, օքեյ, ուրեմն ամենահին շինությունները 5000 տարվա, օքեյ, մենք 5000 տարվա հասարակություն ենք։ Անից պարզվեց, որ ես ծնվել եմ երևի մարդկության պատմության ամենակարևոր ժամանակաշրջանում։ Այս մոլորակի վիճակը նաև մի քանի անգամ ավելի շատ քանակությամբ մարդկանց ընդունել, հա։ Ինչքան շատ են արթնացած հոգիները մեր հայրենիքում, հա։ Այ եկել արդեն հոգու ժամանակաշրջանը, հա, որ հոգին առաջնորդի, այլ ոչ թե մարմինը կամ միտքը։ Այդ բետոնի պատերին հանդիպելու ժամանակ էլ չենք ունենում այդքան խոհեմություն, որ գոնե այդ պատերի կողքով անցնենք, հա, ու տենց սկսում ենք արդեն մեր էգոն բարձրանում է, սկսում ենք այդ պատերը փորձել քանդել։ Այդ ժամանակ պարզվում է, որ այդ բետոնից պատերը ոչ թե պատնեշներ էին, այլ քեզ ուղղորդող ինչ-որ բան։ Բարև Սամվել ջան։ Բարև Նիկ ջան, բարև։ Ոնց ենք։ Լավ, շատ ուրախ։ Այսօր մենք նկարում ենք մեր հոբելյանական 10-րդ ոդքասթը, որի կապակցությամբ շնորհավորում եմ քեզ։ Ես էլ եմ քեզ շնորհավորում, բայց ավելի շատ ես շնորհավորում եմ մեզ բոլորիս, քո ծննդյան արդիվ։ Շնորհակալ։ Որ դու կաս մեր հետ, որ դու մեր մեջ ես, մեր կողքին ես, ու քեզանով մենք բոլորս պարտանում ենք, երջանկանում ենք, ուրախանում ենք, ես ցանկանում եմ քեզ ամենայն բարիքները այս աշխարհի։ Շնորհակալ եմ Սամվել ջան։ Դերեք տարա 40 տարեկան ու այս 40 թվի հետ կապված այն վաղ երիտասարդ տարիքից sense միշտ բան ունեի։ Չգիտեմ խիտենց տնից է տրամադրված, որ ոնց որ ինչ անեմ, մինչև 40 տարեկանն եմ անելու։ Երևի տենց իմ տարիքակից նայողները բան կանեն, կհասկանան ինձ, մեզ միշտ թվում էր, թե մինչև 40 տարեկան ինչ արեցինք, դրանից հետո արդեն շատ մեծ ենք լինելու, հա, ոնց որ արդեն sense լրիվ մայրամուտ վիճակներ է լինելու մոտները, սո միշտ ոնց որ խուսափում եմ ես 40 թվին հասնելուց։ Հիմա որ արդեն 40 տարեկան եմ, օֆիցիալ կարող եմ ասեմ, որ այդ զգացողությունները, որ ունեցել եմ, սխալ էր, սուտ էր։ Իրականում երևի իմ կյանքի ամենաառողջ, ամենաառույգ, ամենա կյանքով էներգիայով լի պերիոդն եմ ապրում։ Երբ որ ներդաշնակ է, բալանսային վիճակ է մոտս ու թե հոգեպես, թե ել եմ կրկնում ֆիզիկապես, թե մտքի պարզության առումով, իրոք ապրում եմ իմ ամենալավագույն ժամանակաշրջանը ու դուրս է գալի, որ նայ էլի եւս մի վախ, որ ունեցել եմ կյանքիս ընթացքում, որ դուրս եկա, որ անիմաստ էր այդ վախը ապրել, էլի ոնց որ այսքան որ խոսում ենք, որ վախը ինքը իլյուզիա է։ Իրականում այս 40-ամյակից հետ կապված հենց անցած տարվա վերջից հենց որոշել էի, որ հենց շատ մարտական տրամադրված սկսելու եմ այս տարին ու լուրջ բաներ ունեմ գծագրած, որ հենց հերթով իրականացնում եմ։ Երկու օրից գնում ենք Հայաստան իրար հետ։ Ով չգիտի, մեր պարոն Առաքելյանը 33 տարի է չի եղել Հայաստանում ու երևի քեզանից անհամբեր եմ սպասում, որ մի հատ քո իմ աչքերով Հայաստանը քեզ ցույց տամ ու այդ քո այդ էմոցիաները քո հետ ապրեմ։ Շատ հետաքրքիր շաբաթներ եմ սպասվում Հայաստանում։ Հուսով եմ, ես էլ մեծ սպասումներ ունեմ, Նիկ ջան, բայց ուզում եմ մինչև հասնենք Հայաստան ու իմ 70-ին խոսանք քո 40-ից, որովհետև ռուսները օրինակ sense արտահայտություն ունեն, որ 40 տարեկանում սատանեն մտնում է կողերի տարանքը, հա, բեսվրիբրո։ Դա սովորաբար վերագրում են բանին, էլի, որ տղամարդը սկսում է իբր թե այս կողմը կոմված վզել,
Բայց ապրելով այդ ժամանակաշրջանը, հա, իմ կյանքի ես հիշում եմ, որ երևի դա ավելի շատ նոր նախաձեռնությունների ժամանակաշրջանը, հա, այսինքն տղամարդու միտքը ոնց որ արդեն ինչ-որ հիմքեր ունի, արդեն փորձ ունի որոշակի, որոնց վրա կարա հիմնվի, ու ըստ այդմ ինքը արդեն սկսում է նոր նախաձեռնություններ, նոր ճանապարհներ որոնել, հա։ Կարծում եմ այս մասին է խոսքը ու արդեն ճանաչելով քեզ, համոզված եմ, որ դու այդ առիթը ձեռից բաց չես թողնելու ու դեռևս ախախախ ինչեր ասում էլի քեզ սպասում քեզանից։ Այդ հաստատ հենց կակրաս երեկո այսօր մեր շատ արգելի ու սիրելի Տիկին Մարինե Ազարյանի հետ էի խոզրուցում, իմ այդ անձնական ոնց որ ծնունդիս նվեր նումերոլոգիայի չարտներ հանել ու քննարկում էինք իմ այդ նումերոլոգիան, ասեմ ձեզ ես ինչքան շփվել եմ նումերոլոգիայի հետ, գոնե իմ չարտը, որ 100-ից 100 աշխատել է, ես ուղղակի ապշած ու զարմացած եմ այդ գիտությունից, չնայած որ կյանքից շատ մեծ հատված շատ թերահավատորեն եմ վերաբերվել այդ նումերոլոգիային, բայց իմ անձնական օրինակի վրա ուղղակի հիասած եմ, թե ինչ կարգի է ինքը աշխատում ու Իտես այդ երկխոսությունից ու այդ չարտը ոնց որ ուսումնասիրելուց ինչ եզրահանգման եկանք, որ մարդը որ ծնվում է, կոնկրետ ինչ-որ տարեթվով, հա, կոնկրետ ինչ-որ հոգու ծրագրով, կյանքի մի հատված է ինքը անցկացնում է, ոնց որ այդ հոգու ծրագրին տիրանալու վրա, հա, այսինքն ինչ-որ կարմային բեռեր մաքրել, ինքնաճանաչման փուլ անցնել, ինքնահաստատվել ու մի խոսքով այտենց բաներ, ու ինչ-որ մի հատ կյանքի փուլում հասնում է միտեղ, որ արդեն իր բոլոր թվերին ինքը տիրանում է, այդ ժամանակ արդեն այդ մարդը դառնում է մի հատ անհաղթելի միսիայի հետևից գնացող մարդ, էլի։ Ու հիմա այս 40 տարեկանում հենց այդ զգացողությունն է մոտս, որ ոնց որ ինչ ունեի անելու, արը վերջացրել եմ, հիմա արդեն արարելու ժամանակն է, էլի, ստեղծելու, այսինքն ինչ-որ մի բան անելու ժամանակն է, այսինքն արդեն էլ այդ պարտավորված, հա, չգիտեմ, այդ ընտանեկան կարմայի պարտքեր, 5 կյանքերից բերած, ասենք, պարտքեր, այդ ամեն ինչը ոնց որ sense բալանսի բերած վիճակ է մոտս, ու հիմա ամեն օրը արթնանում եմ ու որ ինչ կա անելու, ում համար ինչ կարող եմ անեմ, ու ինքը շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր հոգեվիճակ է, էլ դա լինելու։ Գիտես, Նիկ ջան, իհարկե, հա, ընդհանուր առմամբ լրիվ տենց ամբողջովին ու ես էլ հիշեցրեցի բանը 40-ամյակի վերաբերյալ, հա, իմ կասկածները այդ մասին է էլի, հա, բայց այսօր դրանց գումարվել է մի հատ շատ կարևոր բան մեր ժամանակաշրջանը։ Այն ինչը որ ամենաառաջնահերթն է, որ մենք պետք է հասկանանք ու գնահատենք ու իրեն իրավունք չունենք ուղղակի արդեն հաշվի չառնելու։ Այսինքն այս անցումնային ժամանակաշրջանն է, որ մենք անցած փորձը արդեն հետևում ենք թողել, հա, ու հիմա անցնում ենք նոր փորձերին։ Դա շատ կարևոր է անցնել, որտեղ մանավանդ ասենք քո պես, հա, ասենք հենց քո տարիքը, ասեցինք, քո որոնող вообще լինելը, քո որոնող տեսակը լինելը բան, այդ շատ կարևոր է, որ անընդհատ դա հաշվի առնես, հա։ Մենք պետք է գիտակցենք, որ այդ կարմա բաները արդեն դրանք գոյություն չունեն մեր համար։ Այդ սաղ մնացել է անցած փորձի մեջ։ Հիմա մենք լրիվ ազատ ենք նոր որոշումների համար, հա։ Ու մեր համար շատ մեծ պարտավորություն է դա, պատասխանատվություն է նաև, հա։ Մենք պետք է դա ամենայն լրջությամբ ու Սամվել դու այս արտահայտությունը մի քանի անգամ արել ես, ինձ գիտես ինչն է հետաքրքրում։ Ես լրիվ քո հետ համաձայն եմ, բայց գիտես որ դեպքում արտնացած մարդու դեպքում էլի, այն մարդը որ պետք է այդ արտնասման փուլը անցնի, ինքը հələ որ ենթարկվում է էլի այդ կարմային ու գիտես օրենքներին։ Այդ արտահայտություններն եմ ես բազմաթիվ անգամներ արել, որ այսօր բոլորը արտնացած են։ Հա, շատերը չգիտեն, որ արտնացած են, բայց բոլորը արտնացած են արդեն։ Այդ քո ասած քո սիրած Քրիստոսագիտակցությունը, որ ասում ես անունը, հենց դրա մասին է։ Ինքը մեր մեջ ներդրվել է նրա համար, հա, բացվել է նրա համար, որ մենք սկսել ենք արթնանալ բոլորս, հա, ու այդ ժամանակվանից մեր մեջ մտնում է, այդ մտել է process-ը, Քրիստոսագիտակցության ակտիվացման process-ը։
Մենք ասենք մեկը չգիտի պետք է ասես ընկեր ջան արթնացած է այսինքն այդ ենք մենք անում ոչ թե օգնում ենք հենց դա մենք դրանով ենք ոչ թե օգնում ենք որ արթնանան այլ ուղղակի ասում ենք ուս ենք դարտալ արթնացելս որ այդ խաբար չկա այդ է սա խնդիր է այդ արթնանալու հետ կապված դες ծնունդիս հետ կապված ընտանիքիս հետ Նյու Յորքում ենք ու երեխեքս առաջի անգամ էին աղագին իրանց այդ հայտնի տեղերը ոնց որ հաճախեցին գնացինք ու այդ 9-11-ի ցուցահանդեսը գնացինք ու ընդհանուր այդ շենքերի հատվածը ոնց է եղել ինչ է եղել այդ պատմությունն է ընդհանուր ու մի քիչ կոնկրետ ասա որ 9-11-ի երկու շենքերն էին հա որ 2001 կարծում ես մարդը չգիտի դա երկու շենքերը որ այդ ինքնաթիռները մտան մեջը ու այդ տարածքում լինելը խոսքով չգիտեմ այդ ցուցահանդեսով այդ քայլելը բան մեկ էս մի հատ միտք ծագեց մոտս որ այս արթնացում որ այսքան խոսում ենք հենց այս արթնացման սկիզբը հենց այդ 9-11-ի դեպքը դրեց որովհետև սենց զուգահեռն անցկացրեցի ինչքան էլ այդ ժամանակ տենց աղագին երիտասարդ եմ եղել ինչա 16 տարեկան է որ այդ դեպքը եղավ բայց մի խոսքով աղագին մարդ է էլի հիշում եմ մինչև այդ դեպքը մարդիկ ոնց էին ապրում, համոզմունքները, այսինքն ինչքան կոնկրետ խորը քնի մեջ էին, այս մատրիցային, այս ֆիլմին հավատացած, հա, ու մեկ էլ 9-11-ը ոնց որ սենց այս բանը լիներ, էլի, այս առաջես տոկը լիներ, որ ոնց որ տեղ դրեց արթնացման, հա, եթե կոնկրետ հենց այդ օրը չարթնացան, բայց այդ ամենաառաջի քայլն էր, որից հետո հաջորդեց մնացած ոնց որ աբսուրդները, որ մենք տեսանք այս վերջի 23-24 տարվա ընթացքում, որը որ արդեն sense գնալով քեզ ցույց է տալի, որ չի կարա էլի էսի լինի ուղղակի իրականություն, էլի էսի ես կասեի, որ ավելի շուտ դա ոչ թե դրանով մարդկությունը արթնացավ, այլ դա մարդկության արդեն արթնացած մարդկության առաջի արձագանքն էր, հա որովհետև դա առաջի դեպքն էր, որ այդպես ամբողջ մոլորակով sense մի հատ համամարտկային կարեկցանքի մի հատ ազնիվ, հա, մաքուր պորտկում դրսևորվեց, իսկ կարեկցանքը առաջնահերթ էներգիաներից մեկը չմոռանաս ու իմիջիայլոց ասեմ, որ աբսուրդ է, որ հենց այդ դեպքն էր։ Այսինքն իրականում թե դրանից առաջ, թե դրանից հետո անգամ հենց հիմա այն ինչ որ Գազայում տեղի է ունենում, դա շատ ավելի մեծ կարեկցանքի արժանի է։ Քան այդ օրը։ Քան թե 3000 ամերիկացի զոհը, որ այդ օրը եղավ 3000-ը 4000 էր, հա։ 4000։ Հա։ Ուզում եմ ասեմ Նես չլինի էլի մեզ նայողները բանանեն, որ ասենք ես ձեր այդ Ամերիկայի զոր չէ, ուղղակի քանի որ մի հատ հասարակության մեջ էինք ապրում, որտեղ որ մեդիան կառավարվում է Ամերիկայի կողմից, այդ իր 4000 զոհ այնպես ներկայացվեց ու պրիտոմ հենց այդտենց էլ այդ ինքնաթիռները բան ասած հոլիվուդյան սցենար տրվեց ու դա պատճառ հանդիսացավ, որ ինչի մասին որ խոսում ենք, թե չենք ասում, որ դա այնպես վիշտ էր, որ դրանից առաջ կամ դրանից հետո չէր եղել, իհարկե դա չի հասցնես ու նաև եթե այդ արտնացվածությունը չլիներ, արդեն համամարտկային արտնացվածությունը չլիներ, ասենք Ամերիկայի խնդիրը, հա, ասենք ողբերգությունը այդպես արձագանք չէր գտնի ամբողջ մոլորակի վրա։ Այ հենց դա է ցույց տալիս, որ դա հենց արտնացած մարդկության արձագանքն էր, էլի։ Հա, ավելի վատերն են եղել, հա, բայց սա հենց այդ արտնացած մարդկության արձագանքն էր, դրա համար այդ ձևի բուրըն եղավ, հա, ամեն ինչը ու դա բերեց շատ մեծ դրական էներգիաներ, շատ մեծ։ Ահագին բաներ սկսեցին իրապես փոխվել։ Իսկ արտնացումը սկսվել է մոտավորապես անցած դարի 60-ական, 70-ական թվականներից, հա, իրական, այսինքն երբ որ մարդկությունը տվել է իր համաձայնությունը, հա, որ պետք է արթնանա։ Եթե հետաքրքիր է այդ մասին կարող Իհարկե, հենց ինչի է սենց շեշտադրում այդ թվերի վրա դնում, ինձ հետաքրքիր է։ Ուրեմն Դե մենք գիտենք արդեն, որ մենք 5-րդ ռասան ենք, հա, 5-րդ քաղաքակրթությունն ենք այս մոլորակի վրա, եւ գիտենք նաեւ, որ բոլոր կրոնները շեշտում էին աշխարհի վերջի մասին, որ կգա մի ժամանակ կլինի աշխարհի վերջ, ու այդ աշխարհի վերջին կրոնները հիմնականում ասենք քրիստոնեությունը սպասում էր մոտավորապես 2000-ական թվականներին։ Դա երբ կարող էր տեղի ունենալ, երբ որ մարդկությունը չվճռեր Նես որ ասում մարդկությունը նկատի ունեմ համամարտկային գիտակցությունը, հա, որը որ
եւ գիտակցականը եւ ենթագիտակցական եւ անգիտակցական, այսինքն ոչ միայն ֆիզիկական տարածքում, այլ ամբողջ հոգեվոր տարածքում։ Եթե մարդկությունը չընտրեր աշխարհի վերջի տարբերակը, մոտավորապես 2000 թվականներին պետքա լինել, ասենք, այդ աշխարհի վերջը, պետքա մենք վերանայինք, գալ հաջորդ քաղաքակրթությունը, 6-րդ քաղաքակրթությունը։ Բայց մարդկությունը ընտրեց ոչ թե աշխարհի վերջը, այլ ժամանակների վերջը։ Այսինքն ավարտին ենք հասցնում այս ժամանակները, մտնում ենք նոր ժամանակներ, հա։ Դրա վառապացույցն է եւ դրանով պայմանավորված էր արդեն մայաների օրացույցը։ Այսինքն 2012 թվականը, որ մայաների օրացույցը ասում է, որ մարդկությունը թևակողում է 5-րդ արևի դարաշրջանը, մտնում է 6-րդ արևի դարաշրջանը, ու մենք այսօր գիտենք, որ մի 2 օր առաջ մարտի 21-ին, հա, մենք անցանք նաեւ արևելյան բանով, հա, Տոմարով անցանք Սատյա յուգա, թևակողեցինք Կալի յուգա, մտանք Սատյա յուգա, այսինքն մտանք ոսկե դարի ժամանակաշրջան, այսինքն ինչի ոսկե դար, որտեղ մենք հիմա մտնում ենք ոնց որ մարդկության կյանքի դրախտային ժամանակաշրջանը, հա, դրա համար էլ ոսկե դար։ Հիմա արդեն նորատեսական տարածքից ասեմ, հա, այն էությունները, որոնք հաղորդատվություններ են թելադրում, այս կողմենքով դրանցից ամենահայտնիներից մեկը Քրայոնն է, որը որ երկիր մոլորակ եկավ մոտավորապես 1870-ականների վերջին, երևի առաջի գիրքը 88 թվականին էր, ինքը սկսեց խոսել այն մասին, որ հա, մարդկությունը ընտրել է դա, հիմա մոլորակը, երկիր մոլորակը անցնում է բարեշրջական ավելի բարձր մակարդակ, հա, այդ որոշումը մարդկությունը ընդունել է եւ ոնց որ սլակները ուղղել է դեպի բարեշրջում։ Ակտիվորեն կոնկրետ Քրայոնը, որը մագնիսական ինչ որ դեր է կատարում մեծ տիեզերքում, երկիր մոլորակի կա հենց մագնիսական ցանցի կարգավորման, հա, համար որտեղ մոլորակի մագնիսական ցանցը ինքը յուրովի անտենա է, հա, որ պետքա մոլորակը դիրքը գրավի, իր անտենան ուղի տիեզերքի համապատասխան։ Դրա էլ մեր գիտակցությունը բացվում կամ բոլորը իրար հետ է, այդ բոլորը իրար հետ է։ Հետո ես արդեն ինչպես պատմեցի, որ այդ բանը ցանցը ընդունեց կյանքի ծաղիկի տեսքը եւ այլն, բայց հիմա այդ մասին չի խոսքը։ Հա։ Ինչ տեղի ունեցավ։ Ինքը ասեց, որ ինչ պատճառներով, Քրայոնը ասեց, որ ինչ որ պատճառներով, հա, երկիր մոլորակում գոյություն ունեն էություններ, որոնք ինչ որ կարևոր գործեր են կատարում, մենք ամեն ինչի որ կանանք գիտակցենք, հա, ավելի լավ է չխորանանք դրա մեջ։ Էներգետիկ դաշտերին է վերաբերվում այդ ամեն ինչը, հա, նրա համար որպեսզի մենք կարողանանք այդ անցումը կատարել, հա, ավելի բարձր մակարդակ, բարեշրջական ավելի բարձր մակարդակ, անհրաժեշտ է որպեսզի այդ էությունները հեռանան։ Մոլորակից նրանք մոլորակային էություններ չեն ու խանգարում են այդ բանը, մոլորակի անցմանը։ Իսկ որպեսզի նրանք հեռանան, այն գործը, որ կատարում են այդ էությունները, իրենց վրա պետք է վերցնեն մարդիկ։ Պետք է մինչև 2000 թվականը որոշակի քառակություն մարդկանց հասնի, ոնց որ մենք սովոր ենք անել, պայծառացման, հա, պայծառացման մակարդակի, որպեսզի իրենց գիտակցությունը արթնանա, այնքան որ իրանք կարողանան տանել այդ էներգետիկ աշխատանքը իրաց ուսերին։ Ու հետո Քրայոնը ասեց, որ 2000 թվականին այդ քանակությունը մարդկանց շատ ավելի էր, քան պահանջվում։ Շատ ավելի, նենց որ մենք հանգիստ անցանք շատ լավ տեմպերով, անցանք այդ ժամանակաշրջանը։ Ու տես 2000 թվական, հա, որ արդեն պետք է հեռանային այդ էությունները, հա, փաստորեն հեռացան, որովհետև մարդիկ կարողացան այդ դերը իրանց վերաբերցնել 2001 թվականին 9/11, հա, 2001 թվականին սեպտեմբերի 11-ին, հա, դա սեպտեմբերի 11-ին դա տեղի ունեցավ, հա, այդ բանը, փլուզումը, այդ կարեկցանքը, հա, այսինքն անմիջապես սկսվեց այդ բանը, էլի, արթնացումը, հա, հոգևոր բանը, հա, պորտկումը տեղի ունեցավ ու սկսեց շարժումը։ Իրես ինչն է հետաքրքիր, Սամվել, նա հիմա խոսում ես, որ 2000 մարտի 21-ից սկսված ոտնակոխ են կարել այդ ոսկե դարաշրջանը ու անես չի, որ մեր մոտ այդ զգացողությունները մարտի 21-ից է սկսել, մենք արդեն ահագին ժամանակ ապրում ենք այդ իրականության մեջ, որ մենք վերջացրեցինք այդ ծանր փորձառությունը, հիմա գնում ենք դեպի այդ ջրոսի դարաշրջան, հա, այդ անհատական
իմաստության դարաշրջան ու մի խոսքով գրկաբաց դիմավորում ենք ու այդ դիմավորելու ընթացքում մեր բոլորիս կյանքը փոխվեց, մենք ավելի երջանիկ ենք, մեր մոտ ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, այն մանիֆեստացիայից սկսած, հա, որովհետև արդեն մեր մեջի վախերը, այսինքն մենք տրամադրվեցինք, որ ամեն ինչ լավ է ապագայում ու արդեն այդ ապագան սկսեցինք ապրել, ամեն ինչ լավ է։ Նույն ժամանակաշրջանում, նույն անգամ տարածքում, հա, նույն տիպի դաստիարակություն ստացած, նույն ազգություն, նույն մտածելակերպ ունեցած մարդիկ ապրում են իրենց կյանքի դժոխային ժամանակաշրջանը, որովհետև ըստ իրանց այս պատերազմները, այս վախի մթնոլորտը ու այս ամեն ինչը իրենց համար աշխարհի վերջն է հիմա։ Մենք տեսնում ենք, թե մարդը ոնց է արթնանում, ոնց է կապ հաստատում իր աստվածային էության հետ, մենք այդ ամեն ինչը ասենց ամեն օրվա ռեժիմով ականատես ենք լինում, իսկ որ խոսում ենք, ասենք, այն մարդկանց հետ, ովքեր որ լրիվ ուրիշ տրամադրվածություն ունեն կյանքի նկատմամբ, իրանց թվում է, թե ապրում են, չգիտեմ, ավազակապետության ժամանակաշրջանում, թե ապրում են մի խոսքով անարդար ժամանակաշրջանում, զոհի կարգավիճակում, Արա նույն տարածքն է, նույն ժամանակն է, ոնց կարող իրականությունը այդքան տարբեր լինի, էլի Սամվել։ Ընդհանրապես տրամադրվածությունն է, էլի, ընդհանրապես ասենք են, որ ախպեր դուր է գալիս ձեզ այդ վախի, այդ ատելության, այդ զոհի կարգավիճակում ապրեք։ Արա վեկալեք ձեզ փոխեք, էլի։ Վեկալեք, ասենք, սկսեք հույսով ապրել, հավատքով ապրել։ Սաղը ձեզ որ խոսցնեք, կբանեք, այն առաջի քրիստոնյա ժողովուրդն եք։ Արա ուրա բա ձեր հավատքը։ Ուրա ձեր հույսը։ Նիկ ջան, դրա համար համբերություն է պետք, մարդիկ սովորաբար չունեն համբերություն, հա։ Ցավ ես ապրում, էլի Սամվել, որ տեսնում ես, որ նույն ժամանակում, նույն տարածքում, եթե իմ համար սաղ լավ է, որ դուք խի եք այդքան տվայտվում։ Ընդհանրապես փոխեք ձեր ընկալումը, էլի այդ կյանքի նկատմամբ, տեսեք ինչքան գեղեցիկ ու լավ է ամեն ինչ։ Գիտես, օրինակ, հիմա մենք որ մտնում ենք այս տարածքը, նորատեսական անվան ենք, հա, նորից։ Երբ որ ես սկսեցի, հա, արդեն հասկացա թե ինչ է իրականում այս տարածքը, հա, իրանից ներկայացնում, իհարկե իմ ամենամեծ ցանկությունները ամենամտերիմներից հետ կիսվել է ընկերներիս, հա, ու ոմանք իրոք հետաքրքրվեցին դրանով, շատ հետաքրքրվեցին, ամենասկզբում ոգևորվեցին, ոգեշնչվեցին, բայց անցավ մի տարի, երկու տարի ու իրանք նենց սկսեցին հիասթափումներ ապրել, որ այդ ոնց է մենք ասած այեթ բա ուրա, հա, բա ուրա ամեն Հա չկա, ձեռներիս չի եւ այլ։ Այսինքն մի քիչ ավելի երկար է դրան պետք գալ, պետք մենակ գիտելիքներ երբ որ ձեռքես վերում, դա բավական չէ, գիտելիքները պետք է յուրացնես, իսկ յուրացնելու համար ժամանակ է։ Մարդիկ չունեն այդ համբերությունը, առավել եւս որ արտաքին աշխարհը ցույց է տալիս, հա, դա որ նախ համացանցը, հա, որ ինչ ուզես կգտնես երկու վարկյանում, հա, ինչ ձևի նորություն ուզես կգտնես, ուզենաս գտնես լավը, ուզենաս գտնես վատը, հա, ու իրականում ախր ինչ է կատարվում, չէ՞ որ այս պատկերացրու, ասենք կինը, հա, իր տունը, հա, ասենք որ առավոտյան, ասենք փոշին կվերցնի, ասենք որ 3 օրը մի անգամ, ասենք կարող է ավելի բան, հա, ամեն օր այդ փոշին վերցնի, բայց մեկ էլ գալիս է մի ամսվա մեջ մի անգամ կամ կես տարին մի անգամ բան, ամեն ինչ սկսում է մաքրել, բան, այսինքն ինչ անում ենք, ավլում ամենախորքերից, ասենք դիվանի տակից, մահճակալի տակից, շկաֆի տակից, այդ աղբը հավաքում բերում լցնում ասենյակի կենտրոն, հա, ուտակում անդա, որ տեսանելի լինի, ու դա ավելի թափ է ինքը։ Ու եթե ասենք, եթե մենք քո հետ գնանք այդ կնոջ տուն հյուր, հա, կասենք լսես ինչ փրկտիկալի կայս, ես ինչ ասես տան վիճակը, հա, բայց իր մոտ այդ ոնց են ասում, գեներալն է ու որկա, հա, այդ հիմնական մակրումն է տան ընտանում, ու ամեն ինչ ամեն աղբը, որ բանը պետք է թափվի աչքերիդ առաջը, հիմա մեր բոլորակի վրա այդ ժամանակաշրջան այդ ամբողջ աղբը հավաքել լցրել ենք դեմներս, որ հեշտությամբ ազատվենք դրանից։ Այո, քո ասած կան մարդիկ, որոնք հենց ֆիքսվում են այդ աղբի վրա։ Օրինակ, դրա հետ կապված էլի, այս ցավալի պարտություն կրեց մեր ազգային հավաքականը Վրաստանի ազգային հավաքականից ու ուրեմն մենք իրեն շատ լավ Հայաստանում հյուրընկալեցինք ֆուտբոլասերներին, էլի շատ բարեկամական այդ եղբայրությունը բան ցույց տվեցինք, այնտեղ հերիք չի ախտեցին, մի հատ էլ ասենք ինչ-որ մի քանի թափթփուկներ մտան դաշտ, ինչ-որ մեր այս երկրպագուների վրա բաներ շպրտեցին, բան։
Անձամբ ես զանգեր եմ ստացել իմ վրացի ընկերներից, զանգե ներողություն են խնդրել, ախպեր, սենց պետքա չլիներ, էսի вообще մեզի արժանի բան չէ, ուշադրություն մի դարձրեք, ինչ-որ թափթփուկներ են, ասում եմ ախպեր, ամեն ազգի մեջ է կա այդ թափթփուկը հանգիստ արեք, ու մտնում եմ on-line հարթակ Սամվել։ Ասենք ինչքան տարբեր է մարդկանց ընկալում ես երևույթից։ Հայտնի վրացի ժուրնալիստներ պուբլիշնի ներողություն խնդրեցին։ Ենք ասենք նայում ես, ասենք հուզվում ես, որ ասում է մենք հայերին կրեցինք, բայց հյուրընկալության առումով իրանք մեզ 10-ով 0 արեցին։ Այսինքն ասենք այդ բազմաթիվ վրացի ժողովրդի այդ ներողություն խնդրելու այդ բաները, այդ տեքստերը նայում ես ասում ես բան է ստանում, էլի հաճույք է ստանում այդ ամենից, այսինքն այս երկու ազգը իրոք արդեն եղբայրական ազգ է դառել, 20 տարի առաջ այտենց չէր, հիմա այտենց է։ Արա մեկ է նայում ես քո հայրենակիցների գրածները, որ արա սրանց խոսքի մենք պետք է էս անենք, այն անենք, ախպեր ախր խեք է ընտրոնանում, այդ մի չգիտեմ 10-15-ը երևի թափթփուկ էին, էլի դրանց վրա, արա նայեք հազարավոր ասենք խոսքի լուրջ այդ ազգի ներկայացուցիչներ ինչքան վատ են զգում այդ երևույթից ու պուբլիշնի իրանց ներողությունն են խնդրում։ Խի այդ ֆակտի վրա չեք ընտրոնանում ու բան անում, էլի սիրով լցվում, հա, այդ ազգի նկատմամբ, այլ ընդհակառակը մի քանի թափթփուկի արածի վրա եք ընտրանում ու ատելությամբ լցվում։ Ես կարծում եմ նա ով այդպես բաներ է գրում, խոսածը ինքը ստադիոնում հավանաբար նույն ձև կպահի, ոնց որ այդ թափթփուկը ամեն մեկը ինքը իր ներսի աշխարհի հայելին է, էլի հիմա ես ուզում եմ տենամ այդ ու լցվեմ սիրով, հա, ինքը ուզում է տենա այդ ու լցվի ատելությամբ, այդ նույն ասածս էլի, այդ ես տեսնում եմ, որ մենք զարթոնք ենք ապրում, ես տեսնում եմ, որ մարդկությունը միանշանակ դեպի դրական փոփոխության է գնում, իսկ ասենք մեր կողքի ամեն օրվա շփման ժողովուրդ կա, որ էլի այդ զոհի կարգավիճակից չեն կարողանում դուրս գան ու ամեն օրվա ռեժիմով ուղղակի բողոքում են։ Առանց այդ պատասխանատվությունը իրանց վերցնելու, էլի իրանց վրա վերցնելու իրանց կյանքի։ Իմիջիալոստես վրացիների այդ արձագանքը, հա, մի անգամ եւս էս Լսի հավես է, հիմա այնքան հաճախ է ստացվում էլ, որ կարաս արդեն մատը ցույց տասել, այս մասին էր խոսքը։ Տես, մի անգամ արդեն ասել եմ, հա, որ 2023 թվականին ինձ Օլգային հաղորդատվության ժամանակ ասվեց, որ հատուկ էներգիաներ է սկսում, հա, 2023 թվականի օգոստոսի 11-ից, հա, որ նոր մուտք է սկսվել, էներգիաների մուտք է սկսել երկիր մոլորակ, հա, որ առաջին ինչպես ասացիք, բանի Տաթևիսյան վրա, հա, առաջի հարվածը։ Բայց դրա հետ միասին նաև ասվեց, որ հենց Հայաստանի ու Վրաստանի տարածքում են հզոր էներգիաներ ներմուծում, որովհետև հենց այդ տարածքում գիտակցության բուռն պորտկում է սպասվում, հա։ Հիմա տես վրացիների արձագանքը, հա, ասենք այդ մարդկանց որ 10 հոգի, ասենք, արեցին իրանց գործը, բայց հազարավորները, հարյուրավորները տես ինչ արձագանք տվեցին, հա, այդ 10 հոգու կերած աղբին, հա։ Այդ դրա մասին, միթե դրա մասին չի խոսքը։ Առաջ այդ ձևի բաներ չէին կանի երևի, էլի։ Հա, նման բաներ չէին կանի։ Առաջ չէինք սպասի մենք հասնենք Վրաստան, մենք մի հատ Հայաստանում կանեինք, հետո գիտենք ընդ պատասխանը կստանենք։ Չէ, այդ կոնկրետ վրացի ազգի հետ այդ մեր հարաբերությունը շատ բարձր մակարդակի վրա է ու ես շատ ուրախ եմ այդ։ Ու ավելի լավ է լինելու շուտ։ Հա, որովհետև ինձ թվում է մեր երկու ազգերի փրկության միակ ձևը այտենց իրար հետ լինելն է, որովհետև թե մենք թե իրանք շատ ծանր աշխարհագրական դիրք ունենք ու մենք պարտավոր ենք, էլի ու պատմությունն է, որ նայում ես, ասենք իսկականից եղբայրական ժողովուրդ ենք, էլի մենք եղես Սամվել ես սովետի ժամանակ ես սովետական KGB-ն մի քիչ այդ բանը գցեց մեջներս, հա, այդպես մեկը մյուսի դեմ հանել են Հիտլերն է, չէ՞, դա ունեցել է, որ սա գեներալների մեջ են բաժանիր ու տիրիր, են Ցեզարի վախտանից եկածած միտքը, KGB-ն էդի շատ տավեր էլի անում։ Սովետ այդ բանը գցեց այդ հայ ու վրացի ազգի մեջ, հիմա շատ ուրախ եմ, որ ոնց որ մենք այդ մեր երկու եղբայրությունը հետ են գտնում։ Էլի առօրյայում որ մենք շփվում ենք իրանց հետ, շատ նման են էլի մեզ Սամվել։ Որպրիտոմ որ այս խաղացակցությունը մեկ-մեկ ասում են, ես ուրիշ տեղ լինում եմ, որ ասում եմ, եկել ասում են, ապա վրացիք շատ կեղտոտ ազգ են, ասում եմ, այդ կեղտոտությունը մեր մեջ կա, որ խորանակ, էլի այդ առումով էլ ենք շատ նման, էլի։ Այդ ինչից որ ասում եք, էդ էլ ունենք, էլի, այսինքն համ մեր լավը ունեն իրանք, համ մեր վատը ունեն իրանք, էլի, դրա համար եկեք երիտասարդ տարիներին մենք
իմ ընկերների հետ, որ ամեն տարի սովծով են գնում հանգստանալու ու ծանոթացել ենք այնտեղ նույնպես է ասենք ընկերական շրջապատի վրացիների ամեն տարի իրար հետ մի ամիս համարյա անց ենք կազմում հիանալի խառը իրար էլի չէ ով վրացի ով հայ կապ չուներ էլի խառը էլ քեֆեր էլ պապա հրապարակներ էլ աղջիկի հետ վազվազվազվան ամեն ինչ էլի իրար հետ են կապում չէ դե ես դա շատ լավ ընկերներ ունեմ որ իսկականից ընտանեկան ընկերություն են կարում իրար հետ տանենք ու ցույց են տալի որ այդ մշակույթով շատ նման են մեզ էլի շատ այնքան են մեզ նման որ եթե ինչ-որ մի հատ վատ բան են նկատում ոչ մի ձև չեն կարող մետի կուլ տամ ոնց որ մենք իսկ որ ասենք դուք այն աղ ու հացով դիմավորում ես իրանք դրա կրկնակին են փորձում քո համար անեն էլի այդ առումով են էլի շատ նման մեզ բանը հիշում ես այն ֆիլմը որ Գիկաբիձենը Ֆրունզիկ Մակարչյանը որ բանը հյուր են գնում իրար Միմինոն չէ Միմինոից հետո է դա որ բանը Ֆրունզիկը գնում է Թիֆլիս Գիկաբիձեն չեմ տեսել վայնես ինչ ասես անում է բան մի օր իրար հետ ման են գալի ասում է բանը Ինչ լավ կներ էքսես քորով մի հատ լաստերներ ես լաստով է դա ինք բան մեկ էլ մյուս օրը կիկապիզեն լաստը կացած բանի վրա ֆրանսիկին մանա տալիս բան Ոչ եմ տեսել Իրա վրացի ընկերն ասում է լսի ես չես անում вообще ասում դու իմ մանա ինքը իմ հետ ինչ ասել հետո գալիս են տուն ասում կիկապիզեն տուն են գալիս մտնում են նրս դեն պատը չկա տանել Տամպատը կդրել լաստասարք Արա լավ, ես ինչ լավ ֆիլմ ես ասում Այդ ֆիլմի անուն ինչ է, ես շատ կուզեմ նայեմ Ֆիլմի անունը բայց շատ հավես ֆիլմ է Կարճամետրաժ ֆիլմ է կարծեմ Մեզ նայողներ, որ իմանաք այդ ֆիլմի անունը գրեք կոմենտներում Ինչ շատ հետաքրքրեց այդ ֆիլմը, ապա մենք ուզեմ նայեմ Շատ լավն է, շատ հավես ֆիլմ է Ես վերջի նորություններին հետևում ես, չէ՞, եգիպտական բուրգերի հետ կապված ինչ հայտնագործություններ եղավ Սրա մասին իհարկե մենք այդտեղ շատ ենք խոսացել, շատ ենք սպասում, որ հեսա sense մի բան գտնելու են ու վերջը գտան, էլի, որ այդ աբսուրդ է, էլի, որ 5000 տարի առաջ, չգիտեմ, ստրուկներով, գերանների վրա այդ քարերը բերե, այդ առելի շինությունները սարքել են, որ դադար ենք, էլի, այդ միտքը բան անենք։ Իրականում էսի շատ ուժեղ զարգացած քաղաքակրթությունն է սարքել Պատմենք չէ, մի քիչ ինչ է իրանից ներկայացնում, այս իտալացի այդ հնյաբաններ, ինչ-որ նոր տեխնոլոգիա են օգտագործում, այդ Գիզայի տարածքում եղած այդ 3 հայտնի բուրգերի այդ ստորգետնյա հատվածը ու այդ խենթանալիք հայտնագործություն են անում, որ ուրեմն այդ բուրգերի տակը ցած կլոր սյուներ է իջնում, մոտ 600 մետր երկարությամբ, խորությամբ, մոտ 600 մետր խորությամբ ու այս Սյուների սենց կողքը, սենց սպիրալաձև ինչ-որ բան է պտտվում, ոնց որ այդ տրանսֆորմերները, որ նայում ենք այդ հոսանքի, ոնց է, սենց սպիրալաձև այդ պրովոդները, որ կա, էլի, պրովոլկաները։ Ու ամենավերջում էլ, որ ինքը իջնում է, մոտ 2000 մետր արդեն երկարությամբ կամ խորությամբ, սենց մեծ քառակուսի, սենց քարե բաների վրա է գնում վերջանում։ Այսինքն Դուք հասկանում եք դրա ասենք լրջությունը։ Բուրգերից ներքև 2000 մետր դրա շինությունը մարդու սարքած արհեստական շինությունը։ Ոսկի Նյու Յորքի ամենայդ բարձր շենքը, որ մենք գնացինք տեսանք ու իրոք գիգանտ էր, այս Western համասպիրմոս կլինես արևմտյան կիսագնդի մոլորակի ամենաբարձր շենքն էր 1780 ոնց որ ֆիտ էր, այսինքն 600 մետր չի անում։ Ամենաբարձր շենքից ավելի մեծ մենակ այդ սյուներն են սարքել մինիմում 5000 տարի առաջ, էլի, եթե ասում ենք 5000 տարի, չնայած խոսակցություններ կա, որ 5000 չի, շատ ավելի վաղուց վայ այդ շինությունները։ Ու Սկի դուս գյունի անիվի գյուտ այդ ժամանակ չենք ունեցել ու ստրուկների մի խոսքով Էս էլ Էլի գալիս է այդ լիմեզի արթնացնելու համար, էլի Սամվել, որ ցույց տա, որ այս իրականությունը, որ մեզ վաճառել էին, այս չի, էլի պատմությունից սկսած, ասենք, այս չի, մենք պետք է լիմեզ գտնենք։ Ուզում եմ հիշեցնեմ քեզ երկու բաների մասին, էլի նորատեսական, հա։ Մեկը
Ակաշի տարեգրություններն են, որի մասին խոսացել ենք քիչ թե շատ։ Այս կարակելի խոսանք։ Հա, իսկ մյուսը մոմենտի սրահները։ Ակաշի տարեգրությունները ոնց որ համատիեզերական մատենադարան լինեն, ոնց որ գիտելիքների ինֆորմացիայի պահոց, շտեմարան, որտեղ գրանցված են մարդկության ամենասկզբներից, հա, մինչև այսօր։ Вообще ասում են տիեզերքի մարդկությանը չէ։ No, մարդկությունը ունի Իրանը, տիեզերքը ունի Իրանը, ակաշի տարեգրությունները, ասենք հիմա ասենք այդ դրա մարդկության ակաշի տարեգրությունների մեջ նիկը ունի Իրանի հատվածը, հա։ Որտեղ է այդ տարեգրությունները։ Ոնց ես դու պատկերացնում, sense հարցերով ուզում եմ։ Ակաշի տարեգրությունները որտեղն ավելի բացատրենք։ Ինքը տարածքային է, հա, ժամանակատարածքային բանով, հա, ինքը ոչ նյութական է, ինֆորմացիվ մի հատ պահոց է, որի հետ մարդը կապված է, այսպես կոչված արծաթեթելով։ Այս iPhone-ները որ կա։ Եթե այս iPhone-ի մեջի տարողությունը վերջացնում ես, հա, կարողանում ես iCloud-ում, չէ, առնես տարածք։ Այսինքն օթում դրա նման ինչ-որ մի հատ տարածք կա, որ կարող ես նկարները, ինֆորմացիա, հա, վիդեոները, ամեն ինչը պահես։ Այդ տիպի մի հատ տարածք կա, որտեղ որ ասենք մարդկության, որտեղ մեզ առանձնապես այդքան էլ որ դորդուբշան ենք, էլի ագին է, բայց ասում են ընդհանուր տիեզերքի ստեղծումից սկսած ինչ ինֆորմացիա կա, այդ ակաշիկ ռեկորդներում պահպանվում է։ Ու կարողանում ես դու քո միտքը այնց վարժեցնես, որ ոնց որ հիմա քո հեռախոսը առանց ինչ-որ լարով կպնելու, հա, ասենց Bluetooth-ով կարողանում է կպնի, Wi-Fi-ով կարողանում է կպնի, այդտեղից download անի ինֆորմացիան, դու էլ կարողանում ես քո մտքով կպնես ակաշի records, այդ ասած արծաթեթելով։ Արծաթեթ։ Դե հիմա ես Wi-Fi եմ ուզում իրան ասել։ Ասա, բայց դրա անունը արծաթեթ է։ Հա, որպես մի քիչ ավելի հասանելի, հասկանալի լինի մեզ։ Ու օրինակ ամենաուժեղը երևի ես վերջի դարաշրջանի Edward Cayce-ն ա եղել։ Edward Cayce-ի հնարավորությունը ուղղակի աստվածային ա եղել, որ sense կարողացել է պարկի ու մտքով կպնի այդ ակաշի ինչ է իր ասում հայերեն, տարեգրություններին, հա, ու տեղից արդեն իրան պետքական ինֆորմացիան քաշի download անի, էլի։ Հա, դե որովհետև ինքը Edward Cayce-ին 50-ական, 60-ական թվականներին էր կարծեմ, ավելի շուտ։ Իք ավելի շուտ, հա։ Ես լավ չգիտեմ այդ մասին, բայց ինքը դրանով էր բան ունիկալ էլի, որ այն ժամանակ շատ քչերն էին, բայց այսօր ինքը կան մարդիկ, որոնք արդեն կապ ունեն էլի այդ ակաշի տարեգրությունների հետ։ Կա էլի ձեր կա մեդիտացիոն իրավիճակի մեջ է ձեզ գցում։ Դա մեր բոլորի վաղվաղորն է։ Սկզբունքորեն ասած էլի, հա։ Բացվում է մեր բոլորի համար, այդ արծաթեթելը մենք բոլորս ենք էլի, հա։ Բայց դա մի մասն է, իմիջիալոցատ էս ակաշի տարեգրություններ, երբ որ փորձում էին, ասենք, բացատրել, հա, շատ երկար խոսում էին այդ մասին ինչա, նույն թվում նաև Ելենա Բլավատսկայը, հա, իր հողազրկված Իզիդան գրքի մեջ, երևի որ կարդաս ամենը մի 5 րոպե կարդաս, եթե ոչ ավել, հա, թե ինչա ակաշի տարեգրությունները, բայց ամենասկզբի նախադասությունը, որ ասում ենք, ասում է Ակաշան դա ամենատես աչք է։ Ակաշը հետև Սիվիդյեշեի օկը։ Հա? Հիմա տես ամենաիմաց։ Ամենատես Սիվիդյեշեի օկը։ Է, ուզում ասամ, ես էլ իմ կողմից եմ ավելացնում, Բլավատսկայի թարգմանությունը հասկացա, բայց ես էլ իմ կողմից ամենաիմաց եմ ավելացնում։ Տեսողությունը ուղղակի ասվում է ոչ թե նրա համար, որ դա տեսանելի է, հա, ինչ որ մեկի համար, այլ որ տեսողությունը մեր զգայարաններից մեկն է։ Բայց դες ինչ հետաքրքիր է, ամենատես աչք, հա, հլը աչք ասա հայերեն։ Աչք։ Ուրիշ, տարբերակ։ Ակ։ Ակ, իսկ աշա որ ասես։ Ինչ ասես։ Աշա։ Ինչ ասես։ Աշա։ Աշա։ Հա, գյումրեցու բարբարով ինչ անշան։ Աշել, հա, նայել։ Ակը աշա, հա։ Ակը աշա։ Ակաշեք, հա։ Էլի հայերեն։ Երկրորդը ինչ արդեն անմիջական կապ ունի հիշատակացած բուրգերի հետ, հա։ Ուրեմն պետք է հիշենք հարգելի Երամես Թոթին, հա, հերմետիզմի հիմնադիրին, որտեղ իր զմրուխտե սալիկներում Երամես Թոթը ասում է հետևյալը.
Երբ որ եկավ ժամանակը, որ ես պիտի գնամ, թե որ պիտի գնար, հեսա կասեմ, դա, ես կարոցեցի Հակաշեսեր, ամենտի սրահները, հավաքեցի բոլոր գիտելիքները գաղտնի և լեցրեցի ամենտի սրահները, կարգեցի պահապաններ, որպեսզի պահպանեն, մինչև կվերադառնամ և կպահանջեմ իրենցից։ Զենրուխտես ալեքների առաջի գիրքում ասում, ու դրա հետ միասին ասում է, որ ընդերքում, որտեղ ինքը սովորեց ու ձեռք բերեց անմահություն, գոյություն ունեն սրահներ, որտեղ գտնվում են ամենատարբեր գործիքներ և որոնցից մեկը նրանց համարը, ովքեր ձեռք են բերել անմահություն։ Անմահություն ձեռք բերողները ամեն 1000 տարվա մեջ 100 տարի պետք է անցկացնեին այդ գործիքի մեջ, որը նման էր սարկոֆագի, իրենք պետք է պարկեին 100 տարի դրա մեջ և ոնց որ վերալիցքավորվեին, որպեսզի հաջորդ 900 տարին կարողանային շարունակել իրենց կյանքը ֆիզիկական։ Ինքը հեռացավ դրա համար։ Այսինքն վաղտը գալիս էր մահանալու, պարկում էին այդ բջիջների ռեգեներացում էին ապրում։ Ամենայն հավանականությամբ, էլ ինքը չի խորանում։ Արջը որ գնում հիբեռնացիա է ենթարկվում ձմեռը, տես մի բան էլի, հետո 100 տարին տևում էր էդի, հա։ Դա տևում էր 100 տարի։ Այնտեղ կային որոշակի քանակությամբ գործողություններ, ասենք գործիքներ, ամեն ինչ կար դրա համար նախապատրաստված և ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը ոնց էր կասում։ Փարավոններն էլ հենց այդ են էլի փորձել։ Կարող է նաև մումիա սարքելով, հա, ընդօրինակել։ Որտեղ մենք գիտենք, չէ, որ ասենք այդ Գիզայի բուրգերը բան, որ այն ինչ որ գտել էին մինչև հիմա, բաներ կային նման սենյակներ, որտեղ այդ սարկոֆագները կային, որտեղ պետք է պարկեին, հա, փարավոնի սրահ, թագուհու սրահ, ու իմիջիալոց այդ մի մուտքի մասին դրումվալում Մելքիսեդեկն էր խոսում, բանի մեջ, այս կյանքի ծաղկի հնավոր գաղտնիքը, հա, գրքի մեջ ինքը ասում էր, որ անցյալ դարի վերջերին պետք է բացվեր սֆինքսի արջևի ձախ պատը կարծեմ, տեղաշարժվեր ու բացեր ինչ-որ մուտք, ինչը տեղի էր ունեցել, ի վերջո տեղի էր ունեցել, եգիպտական կառավարությունը փակել էր, այդ մուտքը թույլ չէր տվել, որ ինֆորմացիան տարածվի, պատճառաբանությունը հիմնականում հետևյալն էր, որ չէ որ եգիպտացիները մահմեդական են, հա, իրենք ավելի հակված են կրոնի խոսքով շարժվելու, հա, ու քանի որ Մուհամեդը աշխարհի սկիզբը հիմնարարվում է որպես 6000 տարի առաջ մեր թվարկությունից, հա, անհնար էր, որ ասենք հակառակ քրիստոնեությունն էլ 5000 տարի ասում, բայց դա վաղուց 9000 կարծեմ, բայց վաղուց անցել են այդ թեման։ Բայց քրիստոնյաները ոչ այդքան բան են, էլի դոգմատիկ են կրոնի հաշվով, որքան մահմեդականները։ Դրա համար իրենք փակեցին, որ հանկարծ Մուհամեդի խոսքերին բան չլինի։ Այս որ սենց խոսում էր այդ ակաշիկ տարեգրությունների մեկը։ Հա, իմիջիալոց մյուսն էլ, որ կոչվում է ամենտի սրահներ, հա, ինչը որ դու ասես, հիմա ամենտի մասին էլ, հա, որ ասում հավաքեցի բոլոր գիտելիքները լցրեցին այնտեղ, հա։ Իսկ ամենտի որ ասես, ինչ կլսես հայերը, ամենը տի է։ Ամենստեղ։ Ամենը այստեղ է, ամենը այնտեղ է, հա, ամենը։ Այս որ սենց պատմում ես, գիտես, ինչ մտքերամոտ ես առաջանում, պատմությունից սկսած մնացած բոլոր գիտությունները, որ մենք ունենք, հա, գիտնականները, որ ինչ-որ սովորում հասնում են միտեղ ու սկսում են այդ գիտությամբ զբաղվել, ոչ մի բան իրանք չեն հորինում։ Այդ ամեն ինչը կա այդ տարեգրություններում։ Ուղղակի ոնց որ իրանք միտքը պրոգրամ են անում, հա, ծրագրավորում են մի հատ sense ինչ-որ կոնկրետ հաճախականության վրա, այդ տարիների ընթացքում այդ ուղղության վրա ուսմունք անելով։ Գիտնական ինչ անում, գիտնական էլ ինգնում այդ meditative իրավիճակում, հա, ու ոնց որ կապտում է իր մտքով այդ հատվածին, որտեղ որ կա այդ ինֆորմացիան,
ու այդտեղից ըստ իր անկալման, թե իր միտքը ինչքան մեծ է, ինչքան բաց է, ինքը ինչ կարգի տարբեր լեզուների է տիրապետում, այսինքն եթե այդ գիտնականը երաժշտության կամ ասենք թե ֆիզիկա, բայց համել լավ երկրաչափություն գիտի, ինչ ուրիշ ձևի այդ ինֆորմացիան կգա իրան, ինքը ուրիշ ձևի կընկալի այդ ինֆորմացիան, հա։ Այն մեկը մի քիչ ասենք ուրիշ ուղղություններով է զարգացած, ուրիշ ձևով է վերցնում այդ ինֆորմացիան, ուրիշ ձևով է այդ ինֆորմացիան մատուցում։ Ու այնց կոնկրետ ուզում եմ պատմության վրա մի հատ sense բան անենք, հա, կենտրոնանանք, Սամվել պատմությունը իմ տարիքն է եղել, միշտ շատ եմ սիրել, շատ եմ փորձել ուսումնասիրեմ ու այսօրվա մեր հասկացած ու ընդունած պատմությունը, sense կարելի ասել ձևավորվել է վերջի 3-400 տարվա ընթացքում, էլի, երբ որ արդեն այս եվրոպական երկրները, հատկապես անգլիացիք, երբ որ որոշեցին sense մի հատ համընդհանուր աշխարհի պատմություն վերցնեն ստեղծեն, հա։ Տարբեր տեղերից հավաքեցին ինֆորմացիաներ, չգիտեմ, Հունաստանից, Հռոմից, ինչ որտեղ Պարսկաստանից, ովքեր որ ունեին, էլի լուրջ ռեկորդներ, բայց իրականում լիքը միտք է օգտագործվել, այսինքն չի եղել այդքան ինֆորմացիա, որ վերցնեն ամբողջական ինչ-որ պատմություն ստեղծեն, հա։ Նույն էլի բուրգերի թեման որ վերցնենք։ Բուրգերի այդ օրիջինը որտեղից է թողնվել, սկսվել, չի եղել այդ ինֆորմացիան, որ իրանք վերցնեն, բան անեն։ Այդ օրվա ընթացքում, այդ ժամանակվա ընթացքում ինչ գործիքներ է իրանց ձեռքում եղել, վերցրել այդ գործիքները ուսումնասիրելով, փորձել են sense այդ puzzle-ի կետերը կպցնեն իրար, հա, ինչ-որ մի ամբողջական նկար ստանան։ Այսինքն ինքը շատ թերի է, որովհետև ընդհանրապես այդ օրը ինչ ինֆորմացիա են ունեցել, այդ քո ասած այդ տարեգրություններից ինչ-որ ինֆորմացիա է եկել իրանց, վերցրել են, համեմատել են, հա, զուգահեռներ են անցկացրել այդ եղած պատմական ֆակտերի վրա իրանց ձեռքի տակ եղած, վերցրել են գործիքները, որ ունեցել են, այսինքն այդ carbon dating-ը, դա չգիտեմ այրեն ոնց կլինի, որ կարբոնով ժամանակադրությունը կարողանում են որոշեն, որ ինքը շատ թերի բան է, գործիք է։ Այսօր արդեն այդքան շատ լուրջ չեն վերաբերվում էլի դրան, հա։ Ու վերցրել sense բան են արել, լավ, օքեյ, ուրեմն ամենահին շինությունները 5000 տարվա է, օքեյ, մենք 5000 տարվա հասարակություն ենք։ Ու պրիտոմ քրիստոնեության, եկել այդ քո նորվա ասած իսլամի հետ էլ տեղավորվել է այդ 5-6000 տարվա հասարակություն լինելու ֆակտը, էլի։ Սուսախ դոշնի է եղել։ Ոնց որ այդ puzzle-ը ստեղծել են, ասել են ախպեր էսա։ Ու չեն էլ ասում է, այսօրվա դրությամբ էսա, փագել են այդ թեման, որ էլ այս թեմայի շուրջ չենք խոսում։ Հիմա նոր արդեն այդ հենքակի պես մարդիկ վերցնում են, գնում են, ասում են, ախպեր, էսի որ ասում եք էսա, բա ասենք ես նույն Գոբեկլի տեպեն էր 12000 տարվա է մինիմում։ Ընդ Ինդոնեզիայի հատվածներում շինություններ են գտել լի խենթանալիք, չգիտեմ, ստես ամերիկաներում են գտնում, այսինքն չի բռնում այդ ձեր տարեգրությունը, էլի։ Մի հատ պետք է վերանայվի այդ պատմությունը ասածը, իսկ պատմությունն էլ որ վերանայեցինք, Սամվել, արդեն մենք մեզ ուրիշ ձև ենք սկսելու ճանաչել, էլի։ Մենք մեր արմատներ ուրիշ ձև ենք սկսելու ճանաչել, ամեն ինչը վերանայելու ենք, թե ինչը ոնց գիտենք։ Դավադ ասաց։ Ու մի անգամ սրա մասին խոսացել եմ, որ ուսումնասիրում էի ինչ-որ պատմական լուրջ դեպքեր, պատերազմական, չգիտեմ, հեղաշրջման, ասենք բուրժուական հեղաշրջում ինչքան լուրջ բան եղավ, էլի, փոփոխություն եղավ մարդկության կյանքում, էլի եմ կրկնում այդ լուրջ պատերազմները, Չինգիզ խանի ժամանակաշրջանը, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանը, այնց նախանձով էի վերաբերվում այդ հատվածներին, որ արա ինչքան լավ կլներ այդ վախտերն ապրել, չնայած որ հասկանում եմ, որ այդ ժամանակ, ասենք, կենցաղային շատ վատ պայմաններ է սովորաբար լինում ժողովրդի համար, էլի միշտ այդ անցումային շրջանի ժամանակ մի հատ սերունդ կյանք չի ապրում, բայց հետաքրքիր էր էլի այդ տիպի ժամանակները ապրելը։ Ու ոնց որ իմ բոլոր երազանքներն ա միշտ իրականացվել, անգամ մեծ երազանքս իրականացավ, բանից պարզվեց, որ ես ծնվել եմ երևի մարդկության պատմության ամենակարևոր ժամանակաշրջանում։ Ու ասենք այն հայտնություններն ու հայտնագործությունները, որ մենք ենք ականատես լինում, հա, այն փոփոխությունները, ասես կոնկրետ մտել ենք մի հատ իշվոր sense հեքիաթների, Արլիսյան հեքիաթների աշխարհում, էլի մի հատ այդտենց տեղ ենք ապրում հիմա։ Դա հենց այդ մասին է, էլի, որ ես մեծ հիմա մենք գտնվում ենք մեծ անցման ժամանակաշրջանում ու տեսելի մեզ վախեցնում են նրանով, որ
հսկայական քանակությունը հասել մարդկությունը այս մոլորակի վրա, որ շուտով տեղ չի լինի բնակվելու բան, բայց դա ուղղակի մի հատ պարզ պատասխան ունի, դա թե ինչի է այսօր մարդկությունը ավելացել, որովհետև բոլորը հետաքրքրված են այս անցումային ժամանակաշրջանով եւ բոլորը ցանկացել են ներկա լինել, ոնց որ ես ու դու, հա, դրա համար ենք մենք շատ հիմա, այլ ոչ թե որ ասենք այնքան բան ավելացել ենք, հեսա вообще վարեկատանք մոլորակը վիճակը նաեւ մի քանի անգամ ավելի շատ քանակություն մարդկանց ընդունել, հա, բայց այդ կողոսած որ պատմության համապատասխանությունները եւ այլն մի բան էլ կա, պատճառ կա դրան, որ մենք մեր զարգացումը ապրել ենք վարընթաց ճանապարհով, այսինքն ավելի ու ավելի սուզվելով տգիտության մեջ։ Դա պատճառաբանված է, որովհետև այս տգիտության մեջ մենք պետք է գտնեինք ելքը այս վիճակից դուրս գալու, հա։ Այն ասածս ռագատկի բանն է, հա, ինչքան աղեղը հետ ես քաշում, այնքան ավելի հեռու է, հա։ Այդ տարբերակով դրա համար մենք այդքան մտանք մտի խորքերը, բայց մեկը շատ ճիշտ ես ասում, օրինակ sense բանել կա, էլի, հիմա տես ասենք ով է մեր պատմահայրը համարվում Հերոդոտոսը, հա, որ ապրել է մեր թվարկությունից առաջ, կարծում 5-րդ դարում, թե 6-րդ դարում, 6-7-րդ, հա։ Ուրեմն ինքը այդ իր պատմություն գիրքը, որը մինչև այսօր ընդունված է որպես պատմության հիմքը, շատ բաներ վերցվում այնտեղից, բան, բայց Հերոդոտոսը ոնց որ ինչ լրացությամբ խոսում է պատմական, ասենք աշխարհագրության մասին, պատերազմների մասին եւ այլն, հա, դրա հետ միասին այնպես լրացությամբ խոսում է, ասենք, ավգորների մասին։ Ինչերի մասին։ Ավգորների, որ թրջունների թռիչքով գուշակություններ էին անում, հա, նույնպես լրացությամբ խոսում է, որ գնացինք այստեղ հանդիպեցինք կենտավրոսների, հա, Կենտավրոսը կես մարդ կես ձին, հա, գնացինք այնտեղ հանդիպեցինք, ասենք, մարդկարիչների, հա, մենք ասում ենք այս հեքիաթները, բանը տեղ չենք դնում, դա, հա, բայց իսկ իր ասած պատմությունը որպես փաստ ինչ է որ ընդունում ենք, բայց այդ մարդը ամեն ինչի մասին է նույն լրացությամբ խոսացել, հա, իսկ մենք հենց այդ տգիտանալն է պատճառը, որ ինչ որ մեր համար մեր խելքին հավանական է թվում, ընդունում ենք, մնացածից բան ենք անում, էլի փախնում ենք։ Ինչին բացատրություն չենք կարող գտնենք։ Դե որ մնաց, ասենք կենտրոնավորոսին ենք բանանում, յանտալից որ մնաց, ասենք փորձենք հասկանալ թե ինչ է կատարվում գիզայի տակ։ Այս կհասկանանք արդեն։ Իհարկե, հիմա արդեն բացահայտումների ժամանակն է, հենց որովհետև բոլորս արթնացած ենք, բոլորս կապ բան ենք անում, վերականգնում ենք մեր արծաթեթելերը։ Իզախ նոր աշխարհ էլի։ Աքսլի իսկականից շատ ես ինքս շատ շնորհակալ եմ իմ բարձր հոգուց, որ հենց հիմա է մարմնավորվել։ Իմ համար շատ հետաքրքիր ժամանակներ է։ Շատ հաճելի ու շատ ուրախալի է Սամվել իմ համար տեսնել, թե Հայաստանում ինչքան արթնացած հոգիներ կան։ Իրոք անցած տարի այս ժամանակ ինձ թվում էր, թե սենց զուտ ինչ-որ ամերիկյան կամ եվրոպական կամ շատ ռուսական երևույթ է, ու մեր երկրի ներսում չկա այս ամեն ինչը, բայց հիմա որ մենք այս հարթակները ստեղծեցինք ու արդեն ոնց որ հնարավորություն ստացանք այս մեր հետևորդներ ունենալու, հետևորդների հետ կապ ունենալ, հասկանում ես, թե ինչքան շատ են արթնացած հոգիները մեր հայրենիքում, հա։ Օրինակ, ինչ արդեն լսել են, որ Հայաստան եմ գնում, բազմաթիվ մարդիկ են հետս կապնվում ու տենց ուզում հանդիպեն, վստահ եմ նույնն էլ քո հետ, հա, ու Աղա տենց մի բան կազմակերպենք, որտեվ սենց հատ մարդկանց հետ հանդիպելը հաստատ չենք հասցնի, էլի, ես գիտեմ, դու 33 տարի չես եղել, ես գիտեմ Հայաստանում ինչքան արագ ժամանակ ընթանում, մի հատ օր կարանք ընտրենք, հա, տենց կկազմակերպեմ, մի հատ տենց հետաքրքիր տեղ, կարանք հավաքվենք, սենց նստենք, ուղղակի ծանոթանանք, մտքերի փոխանակություն անենք։ Իհարկե, ինչի՞ չէ։ Գրեք, եթե ցանկություն կունենաք այդպես մի բան, մինչև ապրիլի վերջերը Հայաստանում ենք լինելու,
ինձ թվում է կարող ենք տես մեծ հետաքրքիր մի բան կազմակերպենք, եթե ցանկացողներ կլինեն։ Արի այսպես բան անենք, մինչև ապրիլի 20-ը ասենք, հա, որ վերջերը այնտեղ մենք 22-ը վերադառնալու։ Դե ուրեմն տես կարելի է ապրիլի մինչև 10 ասել։ Չէ, Այդ կորոշենք, հա, այդ կորոշենք մի խոսքով, բայց հետաքրքիր կլինի, էլի գնալ sense նոր մարդկանց հետ ծանոթանալ, մտքերի փոխանակություն անել իրանց համար հետաքրքիր կլինի, հետո կարելի է, հետո կարող է հետաքրքիր ինչ-որ բաներ դուրս գա, էլի։ Նոր ծրագրեր, հա, նոր ինչ-որ անելիքներ կարելի է։ Լավ կլինի։ Вообще պետք է արդեն ժամանակն է Հայաստանին անցնել գործը, էլի։ Այս առումով։ Հենց այդ եմ ուզում ասեմ, էլի Սամվել, որ արդեն ոնց որ կա էլի այդ առաջին նշույլները։ Ինձ թվում էր թե խորը քնի մեջ մեր ազգը քնած է, բայց այդքան էլ դա այտենց չի, լույսերը շատ են։ Ես ինչ նկատի ունեմ, էլի, որ իհարկե առայժմ շատ մեծ, շատ հաճելի բան է ինձ համար կոնկրետ, որ ընդամենը կես տարվա մեջ 5000-ից ավել հետևորդ կա մեր էջին, հա, քվանտայինի էջին, YouTube-ում հազարավոր 7 ամսվա մեջ մի տարի չկա դեռ, հա։ Չի 7 ամի։ Օգոստոս ամսից էլի։ Հա, օգոստոսից, ճիշտ։ Հա, ուզում ասեմ շատ արագ հավաքվեց։ Բայց ասենք իհարկե շատերը մեծ հետաքրքրությամբ լսում են, որտեղ նոր բաներից ենք խոսում, հա, ասենք հաճելի բաներից ենք խոսում, բայց դա արդեն քիչ է, էլի, արդեն ժամանակն է պատասխանատվություն որպեսի գործի անցնեն մարդիկ, փորձեն ասենք ինչ-որ բան անել։ Ամեն մեկը հասկանալի է իր կարողացածի չափով, պարտավոր չի որ բոլորը լծվեն, չգիտեմ ինչ-որ իրենց ուժերից վեր գործի, բայց պետք է արդեն սկսեն աշխատեցնել իրենց միտքը, իրենց գիտակցությունը, իրենց ցանկությունները դրսևորեն արդեն ֆիզիկական մակարդակի վրա, այլ ոչ թե մենակ թողեն չմարսված վիճակում ներսում, էլի։ Հաստատ։ Դրա համար արժի հանդիպել, իհարկե արժի ծանոթանալ ավելի, Աստված գիտես ինչ բաներ կարող են ծնվել նոր։ Հա, մենք վաղուց դադարել ենք, չէ՞, ինչ-որ երկարաժամկետ պլաններ ունենալ կամ մեր կյանքը պլանավորել, որը բացվում է տանից դուրս են գալի, թե ուզում եք տեսնենք արդեն Աստված ինչ ավարտում էր ուղղությամբ։ Հա, բայց ինչն է ամենահավեսը, որ մեկ էլ տենում ես, որ այդ ամեն ինչը ինչ դու ուզել ես, դու որ տենց լինի։ Այդ հաստատ։ Ու ես հենց դադարեցի ուղեղի զոր տալ, ասենց ասեմ, հա, այդ միկրոմենեջ անել, ամեն ինչը փորձել կառավարել, կարգավորել, իմ ուզածը ստեղծել, այլ ուղղակի ուզել ու հավատալ, որ այդ ամեն ինչին ես արժանի եմ ու դա կլինելու է, ու արդեն sense միտքը գալիս է, մի հատ մտքովս վերցնում եմ, սրտովս անցկացնում, եթե դի սիրտս էլ ուզեց, այդ միտքը արդեն բաց եմ թողնում տիեզերք ու ուղղակի կողքից նայում եմ, տեսնում թե ինչքան միշտ ու արագ այդ ամեն ինչը իրականություն է դառնում ինձ համար։ Առանց այդ անգլերեն լավ բառ կա effortlessly, այսինքն առանց junk գործադրելու, էլի։ Այստեղ գիտես ինչն է աշխատում, այդ առանց junk գործադրելը երբ է գալիս։ Ուղղակի ցած ավելի քերականորեն ասել, հա, բառերով ասելով, հա, դա մենք գիտենք բոլորս, որ մենք 3 տարածքային էություններ ենք, հա, բաղկացած մարմնից, մտքից եւ հոգուց։ Հոգին չնայած ամենակարևորն է այդ երեքի մեջ, բայց ինքը միշտ հետ քաշված пассив վիճակում է, որովհետեւ մենք եկել ենք հոգեվոր տարածքից ինչ-որ փորձ ապրելու, իսկ փորձը ֆիզիկական տարածքում են ապրում, հա։ Դրա համար առաջնահերթ է ֆիզիկական մարդու համար առաջնահերթ է ֆիզիկական փորձը ապրել։